Քոչորների կանչը ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Երբ որ մի քանի ֆիլմ էի տեղադրել, սկսեցինք շատ խոսել. ում համար ես աշխատում, ով է վճարել, ինչ ես ծախված, ստում ես եւ այլն։ Ես միշտ պատասխանել եմ. ամեն մի հարցի համար պետք է գտնել մեկ պատասխան։ Եվ այսօր կապացուցեմ եւ մոտավորապես 10-12 հոգի եմ ձեզնից ներկայացնում, որ գլուխներդ կամ կոխեք ձեր հետևը, կամ լռեք, կամ եթե մի քանի դրամով ծախվել եք, ապա այսօր հայրենիք են կորցնում եւ ամբողջ 10 միլիոն հայությունն էլ հայելու նման տեղադրված է եւ 111-ի, եւ Եվրոպայի, եւ Ամերիկայի, եւ Ռուսաստանի, բոլոր նորմալ հայերի մոտ կան այդ բոլորը, եւ այդ բոլորը պատասխան եք տալու ձեր կատարած սրիկայության, ձեր կատարած ազգադավության համար։ Այժմ սկսենք քոչվորների կանչը, այս մի փոքրիկ ֆիլմը, որպեսզի բացահայտվեն շատ մարդիկ եւ որից հետո ամբողջ 26 թվականի ընտրություններին մասնակցողներին նույն ձևով մերկացնելու եմ բոլորիդ եւ այն բոլոր ռադիոկայանները, որոնք մի քանի $100 ծախում են եւ իրենց համարում հայրենիքի նվիրվածներ։ Քոչվոր։ Այս նկարը ինչ եմ տեղադրել եւ ինչ է նշանակում։ Այստեղ կոնգրեսն է, այստեղ է Ծուրբերան Ումուդովը, որին Ալիևի հայրը Հեյդարը ասում էր իմ Ումուդն է եւ նրա անունը Ադրբեջանում Ումուդով է, այստեղ Նարիմանովն է եւ այստեղ Բագրատյոնը եւ Բագրատյոնը միտինգի ժամանակ, որին միանում են նաեւ երկու հայ գործարարներ։ Այս ամբողջը դիտարկենք եւ արդեն երբ որ ես խոսում եմ այս ֆիլմից սկսած, ապա այդ բոլորը ապացույցներով են լինելու, բայց կարճ ապացույցներով, որպեսզի հասկանաք։ Ձու գողացողը ձել է գողանում եւ մեկ սուտը, դա կարևոր չի, որտեղ է սուտը ասում, դա արդեն չի կարող հայ ազգի պաշտպան լինել։ Այժմ Տավուշն անում հայրենիքի։ Տավուշում մարդիկ հավաքված էին եւ նրանց կողքին էին տարբեր տիպես կանանց ձայնով ճղճղացողը, էզլակոտը եւ տարբեր տիպի մարդիկ։ Սա Տավուշն է։ Եվ Տավուշում մարդիկ հավաքվել չէին ցանկանում հողերը հանձնել ադրբեջանցիներին, իսկ ոստիկանները նրանց ծեծում եւ քշմշում էին։ Եվ այնտեղ սապյորները գործողություններ էին կատարում։ Հանկարծ ամենայն հայոց հերոսը որոշեց, որ պետք է գնալ Երևան եւ այնտեղ պայքարել։ Այժմ մի հարց. այստեղ պաժար է ընկել երկրիդ այս մասը։ Դու ինչ ես գնում այս մաս։ Ինչ ես գալիս կենտրոն, երբ որ այստեղ արդեն ոչ ոք չկա պաշտպանի հայրենիքը։ Լավ, հասար այստեղ եւ աղավնու թևերն էլ հագած եւ Նիկոլի այդ 18 թվականից ավելի շատ հայ էր հավաքված։ Աղոթեցին եւ բոլորին տուն ուղարկեցիր։ Աղոթելու ժամանակ բոլորին էլ նկարեցիք, թե որքան հայ դեռ ընդդիմադիր կա, դա էր նշանակում։ Հենց այս ժամանակ ես ասացի, այս պոռնիկը գալիս է Երևան, որպեսզի այնտեղ գործողությունները արագ կատարեն ու հանձնեն, սա ոչ մի բան էլ չի կատարելու եւ այդպես էլ եղավ։ Եվ այս նկարում նրան ովքեր էին միացել։
ամենահզոր ուժերը հայ ազգային կոնգրեսը Քորշան տեսքով այս տականքությունը իր իբր կուսակցությունով նրան էր միացել նաև Նարիմանովը եւ եկան երկու եղբայրներ, որոնք Հայաստանի փրկության համար միացան նաև Բագրատին։ Այժմ ուսումնասիրենք։ ԼՏՊ-ն բերեց Քոչվորին։ Ընտանիք Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 54 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ Հոր ընտանիքը 1918 թվականի Բաքվի հայերի ջարդերի ժամանակ փրկվել է տեղափոխվելով Ստեփանակերտ, սակայն հայրը Սեդրակ Քոչարյանը, որի նկար այդպես էլ չկա, ով այդ ժամանակ 8 տարեկան է եղել, կորել է եւ հրաշքով հայտնվել է այլ փախստականների հետ նավի վրա ու տեղափոխվել է Տաշկենտ։ Այնտեղ մի մեծահարուստ հայի մոտ ապաստանել է, աշխատել ու հաճախել դպրոց։ 6 տարի հետո 14 տարեկան հասակում հայտնաբերվել տատի եղբոր կողմից ու վերադարձել ընտանիք 14 տարեկան հասակում։ Հետագա տարիներին հայրը եղել է Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկը, եղել Ստեփանակերտի քաղաքային այգու հիմնադիրը։ Քոչարյանը մեծացել է ծնողների, ավագ քրոջի Վետայի, ավագ եղբոր Վալերի եւ տատի հետ Ստեփանակերտում։ Այս մնացածը դուք բոլորդ գիտեք։ Այսինքն մի ինչ-որ 8 տարեկան երեխա ընկնում է Տաշկենտ, այնտեղ մի մեծահարուստ հայի մոտ աշխատում, թե ով էր այդ մեծահարուստ հայը, այդպես էլ տեղյակ չեղանք, որից հետո 14 տարեկանում վերադառնում։ 14 տարեկանի արդեն բեխու միրուքը համարյա դուրս եկած։ Միգուցե դա այդ երեխան չէր։ Միգուցե այլ երեխա էին, այդ երեխային, որը հայի երեխա էր, միգուցե այդ երեխային հարցակննել են եւ ուրիշ երեխա էին բերել դրա համար Օմուդով է ասում, էր ասում հայր Ալիևը եւ նրա դիմագծերը ոչ մեկը հայ չեն եւ հայերեն խոսալ նորմալ մինչ օրս չգիտի, ծամածրվելով միայն։ Ինչ է այս երկուսի մասին չեմ ասում։ Երկուսն էլ վարժ հայերեն խոսում են։ Ինչ է այս երկուսը հայերեն չեն խոսում։ Դրա համար գտեք պատասխանը, իրոք նա հայ է, թե հայ չէ, այս տականքը։ Անցանք առաջ։ Բագրատյոնը կենսագրություն ծնվել է 71 թվականի մայիսի 20-ին Գյումրիում, ծնողները պարսկահայեր են, Իրանի Սանգիբարան գյուղից, այդ ադրբեջանական մասում անկնում։ 71 թվականին ամբողջ ընտանիքով ներգաղթում եւ հաստատում են Գյումրիում, 71 թվականին, ապա 77 թվականին տեղափոխվում Երևան։ Միգուցե նորից այդ ազերիներից է, որոնց բազմացնում էին եւ տարբեր շքանշաններ եւ այլն եւ Տաուշի առաջնորդ իբր։ Նույնը նաեւ ոչ Հայաստանի KGB-ն, ոչ ԱԱԾ-ն չեն հետաքրքրվել։ Վերցրեք երկուսի DNT-ն էլ կատարեք, տեսեք սրանք հայ են եւ հայամետ գործողություն են կատարել թե չէ, եւ միայն այս Տավուշի դեպքերը արդեն բավական են, որ սուտ եկան Երևան, մարդկանց նկարեցին տարբեր պրոֆիլներով, թե որքան հայ կա, ձեռքները բարձր եւ այլն, հավաքվեց մոտարապես 50-70 հազար մարդ եւ որից հետո աղոթեցին եւ տուն գնացին։ Այժմ նաեւ քննարկենք Քուչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը, ով հայտնի է նաեւ որպես Արտուր եղբայրներից մեկը, Քենիայում եղել է հիմնականում 2005-2006 թվականին։
Ահա նրա քենիական գործունեության հիմնական ժամանակագրությունը։ Ժամանում 2005 թվականի դեկտեմբեր Արտակ Սարգսյանը եւ նրա եղբայրը Արթուր Սարգսյանը Քենիային ժամանել 2005 թվականի դեկտեմբերի 13-ին Դուբայից, ներկայանալով որպես խոշոր ներդրողներ։ Սկանդալային գործողություն 2006 թվականի սկիզբ 2006 թվականի առաջին ամիսներին նրանք հայտնվել էին քաղաքական սկանդալների կենտրոնում։ Նրանց մեղադրել էին Ստանդարտ մեդիա գրուպին խմբագրությունում տեղի ունեցած խուզարկություններին մասնակցելու, զենքի ապօրինի շրջանառության և կառավարական շրջանակների հետ կասկածելի կապեր ունենալու մեջ։ Արտաքսում 2006 թվականի հունիս, 2006 թվականի հուլիսին Քենիայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո եղբայրները պաշտոնապես արտաքսվել են երկրից, իսկ ինչ է կատարվել օդանավակայանում։ Վերադառնալու փորձեր 2008 թվականին Արթուր եղբայրները պնդում էին, որ Քենիայի ներգաղթի նախարարությունից ստացել են փաստաթուղթ, որը թույլ է տալիս նրանց վերադառնալ երկիրը որպես ներդրողներ, սակայն քենիական իշխանությունները հերքել են նրանց մուտքի թույլտվությունը, հայտարարելով, որ նրանց ներկայությունը դեռևս անցանկալի է և սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը։ Բնակություն այլ երկրներում արտաքսումից հետո նրանք տեղափոխվել են Դուբայ, որտեղից էլ ժամանել էին Քենիա։ Հետագայում նրանք գործունեություն են ծավալել նաև այլ երկրներում, այդ թվում Վրաստանում։ Ներկայիս կարգավիճակը վերջին տարիներին Արտակ Սարգսյանը վերադարձել է Հայաստան, որտեղ հիմնադրել է Քոչարի կուսակցությունը։ Հարցազրույցներում նա հաճախ հիշատակում է Քենիայում իր ունեցած տարբեր դիրքերի, ներկայանում է որպես Քենիայի փոխոստիկանապետ կամ գեներալ և այնտեղի իր կապերի մասին։ Այսպիսով 2006 թվականից հետո նրա ֆիզիկական ներկայությունը Քենիայում չի հաստատվել, թեև նա շարունակում է իր քաղաքական կերպարը կառուցել հենց քենիական անցյալի վրա։ Այստեղ շեշտենք նաև, որ նա ներկայացել էր նախորդ 40 օր ֆիլմում, ներկայացել էր որպես Ռոբերտ Քոչարյանի ազգականը, հետո հերքել էր հենց ինքը դա։ Այժմ դիտարկենք այն հայկական մեդիաները, որոնք գովաբանում և ամենաշատը Հայաստանում այս երիտասարդին են գցել առաջին գիծ։ Արայնյա Հովսեփյան Արտակ Սարգսյանի ամենահաճախը հյուրընկալվել է հենց այս հարթակում 6 անգամ, այստեղ Նոյան Տապանում 3 անգամ, Փակ TV-ում նույնպես, Արմլուր Ժողովուրդ օրաթերթում 1 հանդիպում։ Բացի նշվածներից Արտակ Սարգսյանը բազմաթիվ ելույթներ և կոչեր է ունեցել իր յութուբյան պաշտոնական ալիքով և ֆեյսբուքյան էջով, որտեղ ուղիղ եթերների միջոցով պարբերաբար պատասխանել է քաղաքացիների հարցերին։ 26 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի մեդիա ակտիվությունը էականորեն աճել է, հատկապես յութուբյան հարթակներում։ Արայնյա Հովսեփյան Սա մի ամենահիմնական հարթակն է, որտեղ նա ելույթ է ունեցել մարտի 31-ին, 18-ին, 10-ին, 5-ին, փետրվարի 27, 15, 6, հունվար 26, 25, 22, Նոյան Տապանում 26-ին ունեցել է առնվազն 1 ծավալուն հարցազրույց, փետրվարի 18-ին ներկայացել է իր տեսլականը Հայաստանի զարգացման և ճգնաժամային կառավարման վերաբերյալ։ Վարդան Հակոբյանի մոտ հյուրընկալվել է առնվազն 2 անգամ ուղիղ եթերում հարց ու պատասխան ձևով, փետրվարի 7-ին, հունվարի 27-ին, Փակ TV-ում փետրվարի 18-ին։ Ամփոփում 26 թվականի համար միայն
տարվա առաջին եռամիսակում Արտակ Սարգսյանը տարբեր լրատվամիջոցների և հաղորդաշարերի կողմից հրավիրվել է առնվազն 15 անգամ, ինչը վկայում է նրա քաղաքական ակտիվության կտրուկ աճի մասին 26 թվականի հունվարի 7-ին ստացված խորհրդանական ընտրությունների նախաշեմին, հունիսի։ Ինչ է սա նշանակում։ Այս կայանները իրոք հետաքրքրված էին Հայաստանով, Հայաստանի ծաղկումով, որ Հայաստանը չվերանա, թե սրանք նույնպես ինչ-որ առաջադրանք էին կատարում, որոնց դուք մեկընդմիշտ նրանց ձեր ֆինանսական աջակցությունն եք ցույց տալիս և դիտում այդ խեղկատագություն հաղորդաշարերը։ Անցնենք առաջ։ Այժմ մենք պետք է ապացուցենք, որ Արտուրիկը խաբեբա է, թե խաբեբա չէ, ըստ պաշտոնական տվյալների 2005-2006 թվականներին արքայազն Չարլզը Քենիա չի այցելել։ Նրա պաշտոնական այցերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ տարիներին նա այլ երկրներում է եղել 2005 թվականին ԱՄՆ, Շրի Լանկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա։ Միգուցե Նոր Զելանդիայում է եղել Արտուրիկը այդ ժամանակ, 2006 թվականին նա եղել է Եգիպտոսին, Սաուդյան Արաբիայում և Պակիստանում։ Ընդհանուր առմամբ Չարլզը Քենիա է այցելել ընդամենը 5 անգամ, 4-ը որպես արքայազն, 1-ը որպես թագավոր։ Նրա այցերի տարեթվերն են 71 քրոջ հետ Աննայի հետ, 77-ին, 78-ին նախագահ Ջոմո Քենյատոյի հուղարկավորությանը մասնակցելու համար, 87 թվականին համագործակցության զարգացման կորպորացիայի շրջանակներում, թեև այլն, սա իր գործներ այդ թվականներին, 2023 թվականին արդեն որպես թագավոր Չարլզ III։ Թագավոր Չարլզ III-ը, նախկինում արքայազն Չարլզը, իր կյանքի ընթացքում մի քանի անգամ է այցելել Քենիա, սակայն ամենանշանակալի և վերջին պաշտոնական այցը տեղի է ունեցել 23 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը։ Վայրեր. Նայրոբի այցի առաջին 2 օրը նա անցկացրել է մայրաքաղաքում, նա հյուրընկալվել է պետական տանը նախագահ Ուիլյամ Ռուտոյի կողմից։ Մոմբասա այցի վերջին 2 օրն անցկացրել է ափամերձ այս քաղաքում, այցելելով Մաունգվե ռազմածովային բազա և տեղի կրոնական առաջնորդներին։ Նախկին այցելությունները որպես արքայազն։ Չարլզը Քենիայում եղել է 71, 77, 78, 87 թվականներին։ Միգուցե Արտուրիկը ի նկատի ունի 1971-ին, երբ որ ինքը դեռ չկար։ 1971 թվական, 2 շաբաթ, սա նրա առաջին այցն էր իր քրոջ արքայադուստր Աննայի հետ։ Նրանք բնակվել են Հելթոն հյուրանոցում Նայրոբիում, այցելել են Ադերբեր ազգային պարկ, որտեղ կա նրա անունով կոչված մի տարածք, արքայազն Չարլզի ճամբարատեղի։ Եղել են նաև Մասսայ Մարա արգելոցում, 87 թվականին երեկոյ արձերել է Նայրոբի և շրջակա թեյու սուրճի պլանտացիաները որպես համագործակցության զարգացման կորպորացիայի տնօրեն։ Ինչպես գիտեք, թեյու սուրճ լավ որակի իրենց ընտանիքը խմում է, հենց այդ պատճառով էլ դա նրա այցերի քանակն է, որը օֆիցիալ իրենց մոտից է վերցրած, հենց Չարլզի, և միևնույն այստեղ ցուցադրված է այն տեղերը, որտեղ նրանք եղել են, ինքը և այժմ իր մայրը Եղիսաբեթը և Քենիան։ Եղիսաբեթ II թագուհին Քենիա է այցելել ընդհանուր առմամբ 4 անգամ։ Նրա այցելությունների
մանրամասները ներկայացված են ստորել։ 52 թվականի փետրվարի 1-ից 6-ը սա նրա ամենահայտնի այսն էր, որի ժամանակ նա արքայադուստր էր, բայց հեռացավ որպես թագուհի։ Հայրը մահացել էր։ Տևողությունը մոտ 6 օր։ Վայրերը նա ժամանել է Նայրոբի, բնակվել Սագանալոնգե առանձնատանը, Մաունտ Քենիա լեռան մոտ եւ այս հյուրանոցում Ալդեբեր անտառում, որտեղ էլ ստացել է հոր մավան եւ իր գահակալության լուրը։ 72 թվականի մարտի 26-ին Կարճատև կանգար Քենիայում, 83 թվականի նոյեմբերի 10-ից 14-ը պաշտոնական պետական այս նախագահ Դանիել Մոյի հրավերով, տևողությունը 5 օր, վայրերը այցելել է Նաումբի, Մոմբասա եւ կրկին եղել է Սագարալոնգեում եւ այս հյուրանոցում։ 91 թվականի նոյեմբերի 7 եւս մեկ Կարճատև այց կամ Կանգար երկրում։ Հիմնական վայրերը Նայոբի, Մոմբասա, Նեյրի, Ադեբեր անտառ։ Եվ սա այն վայրերն է, որտեղ նա եղել է։ Այժմ այս հյուրանոցը, քանի որ նրանք չեն այցելում, շատ վատ իրավիճակի մեջ է, քանի որ այլևս նրանց պետք չէ եւ ոչ ոք հոգ չի տանում նրա մասին։ Իսկ այժմ այս ամենը եւ այս իր նաեւ այս կղզում հանգստյան երկրորդ վայրը երկուսն էլ ցուցադրված է։ Կարող եք ինքներդ մտնել, այս ամենը դիտարկել եւ այժմ մենք կդիտենք ֆիլմը, որտեղ ձեր բոլորի շատ սիրելի Արտակ Սարգսյանը ասում է, թե Չարլզի հետ ինչքան մտերիմ է եղել եւ հենց այդ հանդիպումների ժամանակ ինքը ներկա է եղել։ Սա մեկ սուտ։ Եթե մարդու վրա գտնում ես մի քանի սուտ ընտրություններից առաջ, ինչպես նա կարող է մասնակցել ընտրություններին։ Այս սուտը դիտեք եւ անցնենք հաջորդ ստին։ Բացությունները։ Մենք Արցախի վրով դա տեսանք, շահերը համընկրեց ադրբեջանական շահերի հետ, հիմա գազ էին վաճառում, թե ինչ էին անում եւ Արցախը լավ խաղաղապահներով հանձնվեց Ադրբեջանին։ Մենք չենք կարող դա հաշվարկել, քանի որ նրանք չեն էլ ասում ինչ են ուզում։ Մեր հյուսային հարևանը այսօր մեզ չի էլ ասում ինքը ինչ է ուզում, ասենք որ նստես հետները բանակցես։ Բայց քաղաքականության մեջ արդյոք ասում են, պետք է երևի ճիշտ հաշվարկվի Հայաստանի կողմից, արդյոք հաշվարկվում է շահը, տվյալ դեպքում Ռուսաստանի շահը չի հաշվարկվում։ Չէ, մեր այսօրվա ամբողջ պրոբլեմը կանոնանում, որ մեր իշխանությունները, մեր շահերը չեն էլ արտահայտում։ Երբ որ մենք Կենիայում ընտրությունները հաղթել ենք, մեր դիմաց կանգնած էր մի ուժ, որը որ անգլիական ամբողջ Կենիան համարվում է այդ Commonwealth-ի երկիր, հա, եւ հասել էր նրան, որ մեր հաղթանակից հետո, իսկ մենք 80%-ով հաղթել ենք, Պրինց Չարլզը, երբ որ գալիս էր երկիր, նա նախագահին չէր տեսնում, կղզիներ ունեին 600 կիլոմետր մայրաքաղաքից Մալինդի, արհամարում էր, մենք նրա անվտանգությունը ապահովում ենք, նա ուղղակի արհամարում էր, գնում էր այդ կղզիները ու նույն ձև ետ էր գնում։ Մենք քայլեր արեցինք, որ մեր շահերի հետ սկսեն հաշվի նստել, այո, հիմա չբարձրաձայնեմ ինչ քայլեր էր։ Դրանից հետո ինձ Պրինց Չարլզը անձամբ եկավ, նստեցինք սեղան, ես ներկա եմ եղել այդ խոսակցությանը եւ բանակցությունները անենց էր ընթանում, որ էլի դուք ձեր շահերը պաշտպանում եք, բայց Կենիայի ազգային շահը պետք է լինի առաջին տեղը։ Այսինքն գերպետությունների հետ բանակցելը Հայաստանը ունի, թե աշխարհագրական դիրքը ունի, թե ներքին պոտենցիալը ունի, ասենք մտավորական Պնդումը հարցազրույցներում նա հաճախ ներկայանում է որպես Քենիայի նախկին նախագահ Մաուլ Կիբակի ընտանիքի անդամ կամ մերձավոր։ Նա նշում է, որ հենց Արթուր եղբայրներ
Անունը տրվել է հենց նախագահական ընտանիքի կողմից եւ նա ունեցել է բարձրագույն կոչումներ գեներալ, լեյտենանտ, փոխոստիկանապետ։ Սա էլ են քննարկելու։ Քենիայի զինված ուժերում կամ ոստիկանությունում գեներալ լեյտենանտի 3 աստղանի գեներալ կոչման հասնելու համար սովորաբար պահանջում է առնվազն 25-ից 30 տարվա փայլուն զինվորական ծառայություն։ Ահա պաշտոնական պահանջների եւ Արտակ Սարգսյանի պնդրումների համեմատությունը։ Պաշտոնական զինվորական աստիճանակարգը Քենիայում։ Քենիայում զինվորական կոչումները տրվում են խիստ հերթականության եւ երկարամյա ծառայության հիման վրա։ Լեյտենանտ դառնալու համար պահանջվում է 3-ից 5 տարվա ծառայություն, մայոր դառնալու համար առնվազն 8 տարի։ 40 օրում նույնպես շատ բաներ ներկայացեցի։ Բրիգադի գեներալ դառնալու համար առնվազն 12 տարվա բացառիկ ծառայություն։ Գեներալ լեյտենանտը Քենիայի ուժային կառույցների երկրորդ ամենաբարձր կոչումն է։ Գեներալից հետո այս աստիճանին հասնում են միայն տասնամյակների փորձ ունեցող սպաները, ովքեր անցել են հատուկ վերապատրաստումներ եւ քննություններ։ Արտակ Սարգսյանի Արտուր եղբայրների դեմքը։ Արտակ Սարգսյանը եւ նրա եղբայրը Քենիայում բնակվել են ընդամենը մոտ 6 ամիս 2005 դեկտեմբերի մինչև հունիս ամիսը 2006 թվականի։ Կոչումների շուրջ սկանդալ է։ 2006 թվականին նրանք իրենց ներկայացնում էին որպես ոստիկանության փոխկոմիսարներ, ավելի ուշ հայկական հարցազրույցներում Արտակ Սարգսյանը սկսեց պնդել, որ ինքը գեներալ լեյտենանտ է։ Իրականությունը Քենիայի պաշտոնական մարմինները եւ միջազգային հետաքննությունները, այդ թվում WikiLeaks-ի հրապարակած տվյալները հաստատել են, որ նրանք երբեք չեն եղել Քենիայի ուժին կառույցների իրական սպաներ։ Նրանց տրված ոստիկանական վկայականները եւ կոչումները համարվել են ապօրինի, ձեռք բերված այն ժամանակ որոշ կոռումպացած պաշտոնների հովանավորությամբ։ Այժմ Նիկոլ Քու ամբողջ ընտանիքը եւ ԱԱԾ-ինը նույնպես։ Ես պետք է ես կատարեմ այլ լրբի լակոտներ։ WikiLeaks-ի բացահայտումը 11 թվական։ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերը հաստատել են, որ Քենիայի կառավարական շրջանակներում որոշ անձիկ օգնել են նրանց ստանալ ոստիկանական փոխկոմիսարի կոչումներին համապատասխանեցված կարգավիճակ, սակայն դա արվել է բացառապես նրանց մուտք գործունեությունը քողարկելու եւ նրանց անձեռնմխելիություն տալու համար։ Ամփոփելով Քենիայի պաշտոնական փաստաթղթերում Արտակ Սարգսյանը երբեք չի հիշատակվել որպես օրինական գեներալ լեյտենանտ, բոլոր այդ տիտղոսները Քենիայի իրավապահ մարմինների կողմից որակվել են որպես կոռուպցիայի եւ կեղծիքի արդյուն, ինչի պատճառով էլ նա 2006 թվականին արտաքսվել է երկրից։ Այժմ ինչ վերաբերում է Դուբային, ապա բացի 2007 թվականի պաշտոնական այցից, նրա ընտանիքի անդամները, մասնավորապես որդիների անունները հաճախ է կապվել Արաբական Միացյալ Էմիրությունում բիզնես շահերի կամ հանգստի համար։ Սա Ռոբերտ Քոչարյան կոչվածի երեխաների մասին է, իսկ սա Քենիայի օդանավակայանն է, այս էլ այն մասերը, որտեղ պետք է հարցաքննվեին, այժմ կիմանաք ովքեր։ Դիտեք բոլոր, նաև կարող եք մտնել եւ բոլոր կաբինետները տեսնել եւ ինչպես են նրանք կահավորված, ինչ է այնտեղ կատարվում եւ այդ թվականներին նույնպես։ Քոչարի, ով է Քոչարի Արտակը։ Արտակ Սարգսյանը, ում անվանում են Քոչարի Արտակ, հանդիսանում է Safari International ընկերության հիմնադիրը կամ ղեկավարը։ Սա այն ընկերությունն է, որը մասնագիտացված է աշխարհի տարբեր կողմերում, այդ թվում Աֆրիկայում, Տանզանիա, Նամիբիա, Հարավաֆրիկյան Հանրապետությունում,
պրոֆեսիոնալ որսորդական տուրերի կազմակերպման մեջ նա հայտնի է որպես փորձառու որսորդ եւ ուղեկցորդ։ Կազմակերպումը մամուլում եւ որսորդական շրջանակներում բազմիցս է նշել, որ հենց Արտակ Սարգսյանը, Քոչարի Արտակը եւ նրա ընկերությունն են եղել այն կազմակերպող կողմը, որը ապահովել է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի որսորդական ուղևորությունները Աֆրիկա։ Նա հաճախ հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ուղեկցորդ այդ արշավների ժամանակ։ Եվ այժմ դուք դիտում եք, երբ որ այս կենդանին կարմիր գրքի կենդանի է։ Եվ այստեղ նույնպես 14 տարեկան լակոտի նման նստել սատկածառույցի վրա կամ այս նկարը, որը շատ երկրներում եւ կենդանասերների մոտ քննադատվել է որպես ամենատականքային երկրի ղեկավար։ Հիմա հասկացաք ով է սա կազմակերպել։ Եվ դրա համար նա չունի փաստաթուղթ, քանի որ եթե նա այդ երկրներում որս կատարեր, ապա նա մի քանի շրջանակներով պետք է անցներ։ Նախ նա իր զենքը ներս կրելու համար փաստաթղթեր պետք է ցուցադրեր, նա պետք է ապացուցեր, որ ինքը լավ որսորդ է, նա այդ որսին պետք է գնար ուղեկցողի օգնությամբ, գումարներ պետք է վճարեր, նաև այդ կենդանուն եւ իրեն պետք է նկարահանած ունենայի, եւ քանի որ Քոչարի Արտակը, որը հանդիսանում է Քոչար, հենց այս տականքի ազգանվան Քոչար յանահանած, հենց հեղինակը եւ բոլոր երկրներում սրա ներկայացուցիչն է հանդիսանում, դրա համար էլ ինքը չի կարողանում ներկայացնել փաստաթուղթ, թե իրեն հրավիրել են, իսկ ով է իրեն հրավիրողը հենց Արտակ Սարգսյանն է։ Եվ նաև այստեղ նույնպես այս տականքին ցուցադրել են, կայքը հիմնադրել է 2009 թվականին Ալան Շաֆի կողմից, որպես նվեր Reddit-ին, եւ այս տականքին են նույնպես ներկայացրել։ Այժմ մանրամասներ դիտարկենք այլ երևույթների։ 2006 թվականի հունիսի 8-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի օդանավակայանում տեղի ունեցած սկանդալային միջավեպի ժամանակ Արտուր եղբայրները Արտուր Սարգսյան, Մարգարյան եւ Արտուր Սարգսյան դիմավորում էին Դուբայից ժամանած իրենց հյուրերին։ Միջադեպի մանրամասները հետևյալն են։ Հյուրերի ինքնությունը ըստ տարբեր աղբյուրների խոսքը եղել է 6-7 հոգանոց խմբի մասին, որոնց թվում եղել են նաև կանայք։ Հյուրերից մի քանիսն ունեցել են Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Մոլդավիայի անձնագրեր։ Հնդկաստանին է հիշեք։ Սկանդալի պատճառը մաքսային ծառայողները պահանջել են բացել ժամանածների ուղեբեռը ստուգման համար, սակայն հյուրերից մեկը կին հրաժարվել է ներկայացնել անձնագիրն ու բացել պայուսակները։ Եղբայրների գործունեությունները։ Արտուր եղբայրները օգտագործելով իրենց VIP անցագիրը եւ զենքի սպառնալիքով ներխուժել են օդանավակայանի սահմանափակ գոտի, վիրավորել ու հարվածել են մաքսավորներին եւ լրագրողներին, վերցրել են ուղեբեռն ու իրենց հյուրերին հեռացել օդանավակայանից։ Հետևանքները։ Հենց այս միջադեպից հետո Քենիայի իշխանությունները որոշում կայացրեցին անմիջապես ձերբակալել եւ արտաքսել եղբայրներին երկրից։ Նաև լուրեր էին շրջանառվում, որ հյուրերի թվում կարող էին լինել բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն այդ հյուրերի շատ արագ հեռացել է հյուրանոցից եւ անհետացել, իսկ նրանց ստույգ կապը Քոչարյանի հետ պաշտոնապես երբեք չի հաստատվել, բայց
Հիշում եք մի անեկդոտ կար, մի չաղլիկ տղա էր հայր, որ ներկայացնում էր, որ Ռաջը եկել է Հնդկաստանից եւ փնտրում է իր երկու եղբայրներին, Ռոբիկին ու Սերժիկին։ Պետք է մտածել, որ այս Ռոբիկն ու Սերժիկը հենց Հնդկաստանի հյուրերն էին Արտակ Սարգսյանի։ Այժմ ասենք ավելի առաջ, ավելի մանրամասն ուսումնասիրենք։ 2006 թվականին Քենիայում 1 տոննա կոկաինի շուկայական արժեքը գնահատվում էր մոտ 80-ից 100 միլիոն դոլար։ Այս թիվը հիմնված էր այն ժամանակվա ամենաաղմկահարույց իրադարձության վրա, երբ Քենիայի իշխանությունները ՄԱԿ-ի հսկողությամբ ոչնչացրեցին նախկինում առգրաված խոշոր խմբաքանակը։ 1 տոննա կոկաինի արժեքը գնահատվում էր 88 միլիոն դոլար։ Այլ աղբյուրներ նույն խմբաքանակի մոտ տոննայի համար 100 միլիոն, 954 կիլոգրամինը 65 միլիոն դոլար։ Այս թմրամիջոցները հիմնականում Քենիային հասնում հարավային Ամերիկայից, Կոլումբիա, Վենեսուելա եւ նախատեսված են եվրոպական շուկայի համար, որտեղ դրանց գինը շատ ավելի բարձր կլիներ։ Հենց այս թմրաբիզնեսի եւ կոկաինի պահեստի հետ էին կապվում Արտուր եղբայրների անունները, ովքեր ըստ քենիական մամուլի փորձում էին տիրանալ այդ խմբաքանակին։ Ստացված տվյալների հիման վրա կարող են կատարել հետևյալ հաշվարկը 100 դոլարանոց թղթադրամներով 100 միլիոն դոլարի համար, բայց ավելի լավ կլիներ ավելի քիչի համար կատարեինք, 1 դոլարը 1 գրամ, 1 միլիոնը 10 կիլոգրամ, 100 միլիոնը 1 տոննա։ Ծավալները, եթե վերցնենք 100 լիտրանոց ճամպրուկները այն 4 ակների վրա, ապա 10-ից 12 միլիոն դոլար խիտ դասավորելու դեպքում մեկ արկղում, ապա այս 100 միլիոնը 8 պայուսակներում կարելի էր տեղադրել, այս ամենը կարող եք կարդալ եւ ինքներդ նույնպես չափումներ կատարել։ Սա ինչ է նշանակում, որ հատուկ էին 7 հոգի նախատեսվել հնդկական, ռուսական, մոլդավական անձնագրերով, որպեսզի Դուբայից գային Քենիա։ Ինչի համար։ Քանի որ Արտուր եւ Արտակ Սարգսյանը նրանք պետք է վճարեին 1 տոննա նարկոտիկի համար, իսկ նրանց տերը Ռոբերտ Քոչարյան կոչվածը օդից կախված այդ գումարը չէր տալու նրանց, որ նրանք բերեին կամ ինչ-որ այլ, ապա պետք է կատարվեր 7 հոգի ամեն մեկը 1 ճամպրուկով, դրա համար էլ Արտուրիկը հարձակվել է տամոշնիայի աշխատողների վրա, նրանց փախցրել եւ միևնույն ժամանակ գումար։ Այստեղ նաեւ հարց կարող է առաջանալ, որ Ռոբերտ Քոչարյան կոչվածը նաեւ այն տականքը չէր, որ այլոց միջոցով դա աներ։ Այդ հնդկացի Ռուսաստանի կամ Մոլդավիայի կեղծ անձնագրերով բոլորը հայեր են եղել, կամ ինքն է եղել, կամ տղաները, կամ հենց ինքը տղաները, կին թե Սիրուշով, Միրուշով, բոլորը այդտեղ են եղել։ Եվ այստեղ, երբ որ Քենիայում հարց ու փորձ կատարեցինք, դուրս է գալիս, որ կանացից մեկը չի կարողացել այդ 100 կիլոանոց ճամպրուկը քաշել, եւ հենց այդ ժամանակ նրանք ասել են, որ պետք է ստուգեն ճամպրուկները, հենց այդ ժամանակ Արտուրիկը նրանց ծեծելով փախցրել է նաեւ այդ գումարները։ Հիմա հասկացաք, թե ինչի սկանդալ ստեղծեց Արտուրիկը Քենիայի օդանավակայանում։ Հարցը նրանում է, որ Ռոբերտ Քոչարյանը այդ 1 տոննա նարկոտիկը չէր տալու այլոց ձեռքը, այլ այնտեղ պետք է լիներ ինքը, իր ընտանիքի անդամները, կամ միայն ինքը, կամ տղաները երկուսը, կամ ոչ մեկը չէր կարող չլինել,
քանի որ այդ 7 հոգի առանձին մարդիկ ամեն մեկը 10 միլիոնը կարող էին վերցնել շևշևացնելով ամբողջ աշխարհով մեկ կորչել։ Դրա համար իրենցից մարդ պետք է լիներ։ Եվ հենց այդ էր պատճառը, որ Արտուրիկը իբր կազմակերպեց նաև այդ լրատվամիջոցյան վրա հարձակումը, որպեսզի այնտեղ ձայնագրությունները, նկարահանումները, թե այդ հնդկացիք, ռուսները եւ մոլդովացիք ովքեր են եղել, բոլորը ջարդել փշրել են, որպեսզի հետքը կորչի, թե ովքեր են դրանք եղել, իր հյուրերը։ Եվ հետագայում գիտեք, ոստիկանությունը կեսը վերցրել էր եւ կեսը նախագահի օգնությամբ, որը այդ գործին խառն էր, տվեցին սրանց եւ սրանք բերեցին։ Եվ եթե Արտուրիկի ֆիլմը լավ լսեք, մի քանի ֆիլմերում նա նշում է, որ Կոլումբիայից հիմնականում նարկոտիկը գալիս էր Քենիա, այնքան հիմար է, որ հենց ինքն է այդ մասին պատմում։ Թեպետ դա եթե գրեք, ապա ինտերնացիոնալ բոլոր զեկույցներում դա կերևա, որ գալիս էր Քենիա ինչի համար եւ Քենիայից Եվրոպա, քանի որ Քենիան աֆրիկյան միակ երկիրն էր, որտեղից ինքնաթիռներ էին թռչում Եվրոպա։ Հենց այդ է պատճառը, եւ որ Արտուր եղբայրները եկել էին Քենիա, գումար էին տվել նախագահին եւ որոշ պաշտոնյաների, ձեռք էին բերել իբր Քենիայի ոստիկաններ եւ դրանից հետո պետք էր Ռոբիկի այդ գումարը այնտեղից գար։ Եվ այստեղ նաեւ մենք հիշում ենք եւս մեկ դեպք։ Խնդրեմ նաեւ այս դեպքը։ Միրամ Պողոսյան 7 միլիարդ Պանամային օֆշորներում։ Wikileaks-ը նույնպես սա էր պարզել, որ հայերը այս տականքը 7 միլիարդ ունի, որը հանդիսանում է այս երկու տականքների գումարը։ Ինչ էին անում։ Կոլումբիայից, Պանամայից գումարի մի մասը, կեսը վճարվում էր այստեղ, կամ ինչ-որ մի մասը, դրա համար այստեղ, երբ որ ասեցի 7 ճամպրուկ է եղել, միգուցե 7 ճամպրուկի մեջ շորեր են եղել 50 միլիարդն է այդտեղ եղել, այն 50-ը նաև Պանամայում է արդեն Կոլումբիայի այդ նարկոտիկի փայը նրանք այստեղ տվել են, հասել է Քենիա։ Դրա համար Արտուրիկ եղբայրները Քենիայում էին գործում, իսկ Միրամ Պողոսյանը գործում էր Պանամայի օֆշորներում։ Այժմ ամբողջ այս սիստեմը հասկանալի է, թե ինչպես երկու հաղթող նախագահները Հայաստանը տանում էին ծաղկման։ Եվ եթե Հայաստանում այսօր դիտեք, նաև Հայաստանի երիտասարդության 90%-ը պլանքաշա եւ ուռած, նույնիսկ չգիտի ինքը ով է, առավոտը երբ արթնանում նաև հայտնի մի շարք դերասաններ։ Եվ այսպիսով այս պարանը, այս հանգույցը նույնպես լուծեցինք, թե Պանամայում ինչ գործ ուներ Միրանը, ինչեր այստեղ 7 միլիարդ տեղադրված, երբ որ եղբայրները այստեղից բերում էին Քենիա, իսկ Քենիայում իրենց Արտուրիկը պետք է նա ուղարկեր Եվրոպա, այսինքն Հայաստան պետք է ուղարկեր, պետք է գար Միացյալ Էմիրություններ եւ Դուբայում իրենց կապերի միջոցով միանգամից կառավարական ինքնաթիռով բերվեր Հայաստան, որը ոչ ոք արդեն չէր էլ ստուգի։ Ահա այն մախինացիան, որը կատարել են տարիների ընթացքում եւ այնքան աննասուն տիպա, որ Արտուր այդ Արտակ Սարգսյանին ոչ թե Քոչարի կուսակցություն կարող էր դնել, հայ ազատագրական կամ մի այլ, նույնիսկ այստեղ քծիբություն արել այս տականքը եւ այդ Արտակ Սարգսյանը սրանով բռնվեց։ Այժմ ավելի մանրամասներ նաեւ դիտենք, թե Արտակ Սարգսյանը նաեւ ինչ ստեր է ասել, որը այդքան էլ էական չէ։ Նայենք Մուհամմադ Հուսեյն Ալի, նայեք ոստիկանապետը, ինչպիսի համազգեստ ունի։ Նայում ենք փող ոստիկանապետի։ Երբ որ հարցրեցին Քենիայի բոլոր ժամանակների ուսադիրները ինչպիսին են,
Բացի Վեներա եւ Մարս մոլորակներում այլտեղ մենք չգտանք, որ 4 աստղ եւ 2 աստղ լիներ։ Ինձ թվում է Արտակ Սարգսյանը Մարսից է եկել, քանի որ եթե լիներ նաեւ Քենիայի փոխոստիկանապետ, ապա այստեղ նա պետք է ունենար այս մասում նույնպես պետք է ունենար ոստիկանության նշան։ Եվ բացի դա պետք է ունենար այսպիսի նշաններ։ Եվ բացի դա նաև նայեք այս ամենը։ Իսկ այժմ ավելի խորը ուսումնասիրենք Քենիայի ոստիկանության եւ ընդհանրապես նշանները։ Սա հանդիսանում է Քենիայի, մտնում եք այս սայթը եւ այստեղ կարդում Քենիայի ոստիկանապետը, նրա հագուստը, նրա պագոնները, դիտարկում եք հագուստի ձևը եւ այստեղ կարդացեք ով է, դիտարկեք ինքներդ հագուստները։ Եվ մենք դիտարկում ենք Քենիայի 3 փոխ ոստիկանապետերին, ապա տեսնում ենք, որ նրանց մոտ նշանները այլ են այս երկուսի, քան Արտուրիկին է։ Այս շան տղեկը քենիացիք այնքան աֆերիստ են, տեսան, որ Արտուրիկը հիմել Հայաստանն է փրկելու, նրանք փոխեցին, որպեսզի մենակ Քենիան փրկած լիներ, Արտուրիկը չփրկեր Հայաստանը, բոլորը իրենց հագուստները փոխել։ Իսկ Արտուրիկինը 100%-անոց քենիական հագուստ է, 4 աստղ էստեղ, սա, եթե վերցնենք այս 2 աստղը, դա նշանակում է Մարսի 2 Հոբոսը եւ Դայմոսը, իսկ այս 4-ը նշանակում է, որ Արտուրը բացի դա նաեւ 4 երկիր է փրկել։ Ահա։ Ոնց կարելի է բացատրել այլ կերպ, թե Արտուրիկի 4 փոքր եւ 2 մեծ աստղը ինչ նշանակություն ունի։ Այժմ մտնում եք նաեւ այդ սայթը եւ դիտարկում բոլոր պաշտոնները։ Այդ գլխավոր պաշտոն զբաղեցնողներինը պետք է առույց լիներ եւ թուրերը խաչված այսպես։ Եվ այս նշանները։ Երբ որ դիտարկում ես, նաև Արտուրիկը չունի այս ամենը իր վրա։ Միգուցե տանն է թողել, մոռացել է, եւ պագոնները կարող է երեխաները, քանի որ 3 երեխան Հայաստանում են, կարող է հանել են եւ ռուսական 2 մեծ աստղ գեներալի պալկովնիկի եւ 4 փոքր աստղ լեյտենանտի կպցրել են Արտուրիկին, ինչ անպետք երեխեք են դրանք։ Այդպես էլ չհասկացան, որ գեներալ լեյտենանտ հորը ինչ վիճակի հասցրեց։ Եվ խնդրեմ բոլորը, ոստիկանության տեսուչ ուսադրի վրա պատկերված են 2 առույցի նշաններ, որոնք շրջապատված են դափնիներով եւ վերևում ունեն 2 խաչվող թրեր։ Տեսուչի տեղակալ ուսադրի վրա պատկերված են խաչվող թրեր, շրջապատված դափնիներով, որոնց վերևում կա 1 առույցի պատկեր։ Խնդրեմ։ Իսկ մեր Արտուրիկին քենիացիք խաբել են։ Հայաստան գալուց հետո բոլոր քենիացիք, այնտեղ 64000 քենիական ոստիկանություն կա։ Բոլորը իրենց ուսադիրները փոխել են, սայթերը փոխել են, որպեսզի Արտուրիկին խայտարական են։ Իսկ Արտուրիկի հալալ, զուլալ պագոնները հա տեսակ։ Ինչ եմ սա այսքան ասում։ Եվ Չարլզի ֆիլմը, թե ոնց է հանդիպել, Արտուրիկը ամբողջ Աֆրիկան է փրկել, հիմել կարծեմ Չինաստան թե Մոնղոլիա գնում նրանց փրկի։ Անցնենք առաջ։ Եվ այս հաղորդումներում, երբ որ նայեմ այս 3-ի մասին է խոսքը։ Իբր տարիքը առած լուրջ մարդիկ են, բայց տականք եք, պոռնիկ տականք եք 3-ը դել։
ավելի վատն եք, քան Արտուրիկը, ավելի շուտ եք Հայաստանը կործանում, քան Արտուրիկը, եւ դրսում գալու եք ինչ ասեք, եւ դրսի հայերը պետք է ասեն, պապիկ եկել ես Հայաստանը կորցրեցինք, չէ, առաջինը ձեր վրա թեքելով են ձեզ սատկացնելու, այ ոչխարներ։ Եվ այժմ, ովքեր են 40 օրվա իմ այդ ֆիլմի տակ գրել են, ես անձամբ լսել եմ այդ նյութերը անգլերեն լեզվով, ոչ մի մեղադրանք չի ապացուցվել Արտուրիկի վրա։ Երբ Արտակ Սարգսյանին բռնեցին, այս թղթի ոչ մի կետ չհամապատասխանեց, հիմա ազատության մեջ է, իսկ այս ամենը կազմակերպել եք ընտրություններից առաջ մարդկանց մոլորեցնելու, տեսան ոչ մի ձև չեն կարողանում պարոն Սարգսյանին կոտրել, դիմում են կեղտոտ խաղի։ Հիմա Ժասմինա, ես մեկը ով է, Նաիրա եւ այլն, բոմժես, ինչ ես այստեղ գրված, ես էլ կարամ լրաբեր վայել, եթե տեքստ ունենամ եւ Ինտերպոլը բացատրի բարձրագույն կրթությունս, հաստատի բարձրագույն կրթությունս, համա մանիպուլյատորն ես, հա, Քոչարին միշտ եւ ամենուր, խնդրեմ նրանց կատարածը, Արտակ Սարգսյան, սա էլ դուք կարծում եք, որքան եմ վճարել, ինձ Նաիրա եւ ինչան ես կոչվում, տեսար ինչքան են ինձ վճարել, այս վճարման պահին կխնդրեի ձեզ պարոն Մշեցի, որ շատ զգուշավոր լինեիք ձեր համոզմունքներում, ես շատ զգուշավոր եմ, տոնոյան, եւ մնացածը կարդացեք, հուսով եմ, որ շուտով դուք ներողություն կխնդրեք Արտակ Սարգսյանից, այո, շատ շուտով, հատկապես նրա ղեկավար Քոչար, այդ քոչվորից, հարգելի Մշեցի, եթե ինչպես դուք պատմում եք Արտակ Սարգսյանի մասին ճշմարիտ լինեն, դա կլիներ մեծ հաղթաթուղթ Նիկոլի ձեռքին, իսկ քեզ ինչ է թվում, Նիկոլը մի պոռնիկ է նույնպես, որին պետք է նորից ընտրել, որպեսզի Հայաստանը կործանվի եւ սրանց այս բոլորին, այս ծախվածներին, էտա անհրաժեշտ, որպեսզի այդ ամենը կատարվի, ես այստեղ ոչ մի նորություն չեմ ասում, ես այստեղ միայն ասում եմ, ԱԱԾ, լրբի լակոտներ, այսպիսի նշան, որտեղ եք տեսել, որ բաց եք թողել Բերդից, ինչի չեք Քենիայում հարցրել, նա իրոք քենիական ոստիկանության ամբողջ այդ տարեթվերին գրանցված է որպես փողոստիկանապետ կամ փողոստիկանապետի սիրուն ռուսական լեյտենանտ կապիտանի 4 աստղա դրել, 2 հատ էլ ռուսական գեներալի աստղ այստեղ է դրել։ Այս նշաններն էլ երևի այնտեղ գողացել են կամ մեկնանվել։ Ուր է այս նշանը։ Ուր է այստեղից կախված այս թոգը։ Որտեղ է։ Սա որ թվականին է։ Հայ միջալոց Ռոբերտ Քոչարյան, դու այնքան նողկալի եւ ցիգան լակոտ եղար, որ նույնիսկ այն ավտոմատ գործող սարքերով կարայեք Արտուրիկի համար նմանատիպ հագուստ գործել, Հայաստանում ոչ ոք էլ դա չէր կասկածի։ Արտուրիկ ջան, հագուստդ կեղծ, Չարլզի մասին տվյալներդ կեղծ, իսկ քեզ թվում է հայերը էշ են, քեզ պետք է հավատան, որ մնացածը ճիշտ ես ասում։ Ու հասկացեք, որ դուք Մշեցու հետ եք խոսում, այ լրբեր, այ անբարոյականներ, ես երբեք հայրենիքս չեմ վաճառել, նույնիսկ տրիլիոնով չեմ վաճառի, մի քառակուսի մետրը, իսկ դուք պոռնիկ եք բոլորդ, պոռնիկ, անթասիբ և ազգության ոչ հայ, այսքանը կասեմ ու հիշեք ես բոլոր տականքներդ, ովքեր գրում եք, հիշեք թե ում ինչ եք գրում և ում ինչ եք մեղադրում և մի քիչ կրթվեք, որպեսզի կարողանաք իմ հետ
մրցել, ինչ շատ տեղեր են տարել, խնդրանքով, որպեսզի ես գտնեմ բանալին, շատ բանալիներ եմ գտել, շատ դեպքերի բանալիներ եմ գտել, և դա իմ մոտ մանկուց է միշտ գտնել պատասխանը, և այստեղ ինձ համար կարևոր չի, թե Արտուրիկը 700,000 սուտ է ասում, թե 2 սուտ է ասում, այստեղ Չարլզի դեպքը և նաև մեր Արտուրիկի այս հիասքանչ մարսյան, թե Վեներայից է ստացել, չգիտեմ, ուսադիրները և հագուստը, ինձ բավական է, որ ասեմ, Արտուրիկ, դու ծախված արբանյակ ես, ոնց որ դու ես ասում ուրիշների մասում, դու ծախված Ռոբերտ Ումուդով Քոչորի արբանյակն ես շատ վաղուց, ու այսքանը, մյուս անգամ չփորձեք ինձ կպչել, այլ բոլորիդ կկպչեմ այնպես, որ բոլորիդ տեղը կդնեմ, ես հայ եմ, և ինձ համար նշանակություն ունեն մինչև հայ աստվածները, իսկ այդ քրիստոնեությունից մինչև որս այդ խայտառակությունը դա իմը չի, իսկ այսօր, որ Հայաստանը կործանվում է ու նման երիտասարդների, ես իրեն զգուշացրեցի, և մյուս են նկարները, 5 հոգուն զգուշացրեցի, ասի տղերեք, խելոք գնացեք ձեր տեղը վեր ընկեք, սա ձեր կռիվը չի, քեզ եթե $100,000 էլ տված լինի, ես կասկածում եմ, որ Ռոբերտ Ումուդովը այդքան տված լինի, երբ որ քու շեֆը Ռոբերտ Ումուդովը նարկոտիկից և Հայաստանից միասին 50 միլիարդի չափ գումար է կորզել տարել, իսկ նրա սև գործը կատարելուց, հատկապես Քենիայի այրոպորտում, Արտուրիկ քեզ $2-5 միլիոն պետք է փող տար, որ իրենց այնտեղ չես ծախե, այլ քու և այդ ընկերոջդ կարող էին կալանել կամ սպանել այդ գնով, դու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի համ 100 միլիոնն ես փախցրել, համ նրա լակոտներին կամ իրեն, և դրա համար նա քեզ պետք է շնորհակալ լիներ ու այս խաղի մեջ չքաշեր, հասկացար երիտասարդ, սրանից հետո էլ չծվծվակ իմ առաջ, այսքանը